Ռոնիից հետ եկել ենք սուպերմարկետ գնումների, արագ մի քանի բան պիտի գնանք տուն, առավոտ է, ամուսինս Արեգի հետ է մնացել, ուզում էի ասել Ռոնիի։ Գնացինք Ռոն։ Վիշապի միրգը այստեղ արժի 49 ռուփի, իսկ օնլայն 80 ռուփի է, ավելի թանկ, 1.60, բայց այստեղ կարող ես ընտրել ինչ չափի ես էլի ուզում, իսկ օնլայն ավելի փոքրիկ է գալիս հիմնականում, երկու հատ վերցնենք բալ, խապալասկա տեսեք, 155 գրամը 300 ռուփի, շատ թանկ է, գիլասել ունեն, տեսնեմ ինչքան է, 149 ռուփի, լավ է գինը բալ, դու չերի զավտի, հա, 3 հատ վերցրու, սա, ոնց դե, խաղողը 500 գրամն արժի, ինչքան, 200 ռուփի, տեսեք, սա չիկու է, սմրքի անունը չիկու է, որ ասեմ շատ եմ սիրում չէ, 1000-ից մեկ կարող է մտքովս անցնի, գնեմ ուտեմ, հիմա չեմ ուզում, ավոկադո ունեն, բայց ամբողջը խակ է, տեսեք, տեսնեմ գոնեմ մի հատ կամ երկու հատ հասած գտնեմ, սա լիչի է, ինչքան է, կես կիլոգրամն արժի 200 ռուփի, լիչի սեզոն է հիմա, տեսեք սա ամլա միրգն է, բազում բուժիչ հատկություններ ունի, շատ լավ է, սրանով դեղորայք են պատրաստում, ըմպելիքներ են պատրաստում, տարբեր, վիտամին C-ի աղբյուր է, մանգո, տեսեք ինչ մեծ է, հսկա մանգոներ են, ոնց որ պապայա լինեն, տեսեք, դդում, սա էլ կոչվում է փղի ոտք, կոկա-կոլայի գինը ձեզ ցույց տամ, այս մեկը արժի 750 մլին արժի 29 ռուփի, իսկ սովորականը 33 ռուփի, իսկ պեպսին ինչ արժի, պեպսիի վրա գին չկա գրված, մենք քանի որ ես ընդհանրապես չեմ գնում, ես չգիտեմ, տեղյակ չեմ գներից, հա ոնց որ հեսա, բայց պարզ չի երևում ինչքան է, կոկա-կոլայի 2 լիտրն արժի 78 ռուփի, սա փոշի հյութ է, հիշում եք շատ տարիներ առաջ, որ Հայաստանում էլ էր ակտուալ, ջրի մեջ բացում էին ու հյութ էր դառնում, հյուրասիրում էին հյուրերին, այստեղ էլ է շատ ակտուալ, միշտ կա, չի բաճան, մենք սրանից չենք խմում, պատրաստի նուդլսի տեսականի, հնդիկները շատ են ուտում, բավականին շատ, ասեք այստեղ նախաճաշի համար մի ժամանակ գնում էի, բայց հետո դադարեցի, որովհետև շատ քաղցր են անում, այստեղ սառեցրած ուտելիքների տեսականի ունեն, տեսեք երշիկեղ են, հիմնականում հավի մսից պատրաստված, խոզի մսից կամ տավարի մսից պատրաստված չկան գրեթե, այստեղ այսպիսի տեսականի պանրային տեսականի նագետներ եւ այլն, մենք չենք օգտվում, սենց չգիտեմ, չենք օգտվում, ժամանակ կար, որ մեկու մեջ գնում էի, բայց հետո դադարեցի, որովհետեւ ավելի լավ է թարմ իհարկե, ռոթիով, տեսեք, հավի մսով ինչ որ բան է, շեզվան սոուս, շեզվան չետնի, սա շատ եմ ես սիրում, իհարկե տարբեր ապրանքանիշերի կան, բայց հենց շեզվանը շատ եմ սիրում, սա ավելի շատ չինական խոհանոցին է պատկանում, հնդիկներն էլ չինական խոհանոցից շատ են օգտվում, ավելի շատ հնդկական են դարձրել, Չինաստանից վերցրել են, համեղ է շատ, փլավների հետ ընտիր, փլավների տեսականի վերմիշել, սրանով հիմնականում քաղցրեղեն են պատրաստում, եկել ենք այս բաժին, մի հատ կոկոսի և բրնձի դիմակ եմ վերցնում, կոկոսի յուղ, տեսեք մազերի համար, տեսեք սա ամլայի մազերի համար նախատեսված յուղ է, սա շատ են օգտագործում մազաթափության համար, մազերը խտացնելու համար, այսինքն մազաթափության դեմ մազերը խտացնելու համար, ես մի հոլովակ ունեմ նկարած հենց մազերի աճին վերաբերող ու սրա մասին էլ եմ խոսել, ինդուլեկան է շատ լավ, մենք սրա փորձը ունենք, շատ լավ ազդեցություն է ունենում մազերի աճին,
Ինդուլեկա։ Տեսեք իր սանրովը։ Ռոնին իր համար ատամի մածուկ վերցրեց 2 հատ։ Անպայման պիտի ես ինչ-որ մուլտհերոսներով լինի, հա։ Մեծերի համար նախատեսված, ասում եմ, դրանից արդեն օգտագործիր, սովորական մածուկ, արդեն մեծ ես դու, չէ, մամա, ես դրանից եմ ուզում։ Տեսեք, սա բուսական հիմքով է, շատ լավն է։ Կծություն ունի իհարկե, բայց Հնդկաստան եկողները գոնե մեկ անգամ պիտի փորձեն տանեն Հնդկաստանից սրանից։ Ականջի չոփիկներ վերցնեմ, որ վերջացել է մերը։ Վերցրեցինք նաև թաց անձեռոցիկ, այստեղ տակդիրներ, բայց տակդիր ունենք, գնել ենք, արդեն մի հատ գինը նայենք տակդիրի, 64 հատը էլի 1180 թանկա, ես օնլայն ավելի էժան եմ գնում, մեր սուպերմարկետում այսպիսի բան են դրել, ընդեղեն են դրել այսպես, տալիս են փորձելու համար, փորձում ես և գնում, շատ լավ է, առաջ չկար, փորձելու համար է տալիս, շոկոլադ ուզեց Ռոնին, այս տեսակի, 100 գրամը 170 ռուպի, հեն լավն է Ռոն, ոնց է, ուզում ես, ալմավել են ծախում, այդտեղ ալյուրի տեսականի, բրնձի, չէ, սա ալյուրի բաժինն է, տարբեր տեսակի ալյուր են վաճառում, հատիկեղենի բաժինն է, ես ճիշտ ասած սպասի համար ձավար եմ ման գալիս, բայց այդպես էլ չեմ գտնում, հարիսայի, սպասի, սրանք ուշ եփվող են, սա քիմիոն է, 299 ռուպի, կարմիր ոսպ, բրինձ, ամանները լվանալու համար հնդիկները օգտագործում են նաև այսպիսի օճառներ, ոչ միայն հեղուկ, այլ այսպիսի օճառներ։ Ես ավելի հարմար եմ գտնում հեղուկ օճառ։ Սրանից բալջան։ Վերցրու։ Խոհանոցային սրբիչներ ունեն սիրուն, գոգնոցներ, սրանցից։ Մի հատ սպասի սրանից։ Ռոն, որը վերցնենք, սրանից սա թե սա։ Որն ես հավանում։ Սա։ Ինչի սա։ Ծաղկայինն էլ կա։ Լավ, արի սա վերցնենք։ Վերջ երևի գնանք, դա խաղալիքների բաժինն է, շատ մեծ չէ խաղալիքների բաժինը, աղբամաններ, օճառամաններ, վերջ, գնացինք բալ, խոհանոցային իրերի բաժնում ենք, այսպիսի տեսականի ունեն, Ռոնի վերջացրեցին գնումները, գնում ենք տուն հասանք մեր շենք ժողովուրդ ջան արդեն տանն ենք խոհանոցային բաժնից այսպիսի տարաներ գնեցի 2 հատ մեծ եւ փոքր սրանք շատ հարմար են եւ թափանցիկ են մեջ ուտելիքը երևում է սառնարանում դնելու դեպքում էլ սառնարանը բացում ես տեսնում ես մեջն ինչ է այսպիսի ամաններ գնեցի նաեւ տեսա շատ դուրս եկավ կար կաթնագույնը եւ կապույտը կաթնագույն ամանեղեն շատ ունեմ մտածեցի կապույտը վերցնեմ ասեք Հնդկաստանի արտադրանք է եւ այսպես իր մեծ եւ փոքր աղցան ամանով
Սա էլ ջեռոցի համար արդեն տեսակ, Ռոնին ուրիշ ընտրեց, հետո մտափոխվեց, մամ չէ լավ ծաղկավորը արի վերցնենք, փաստորեն այս ծաղկավորի ետևի հատվածում սա է, ես էլ մտածում էի տարբեր են, տարբեր դիզայն է, բայց չէ, սա էր, լավն է։ Մնացածն էլ հաթած ցույց չտամ, արդեն տեսակ, մի քանի տեսակ միրգ են գնել, գարան միս ու հավի կրծքամիս եւս գնեցի եւ աղացած միս գնեցի։ Ուզում եմ վարդերով ուտեստից պատրաստել հայկական։ Առաջին անգամ տեսնեմ ինչպես կստացվի։ Այս բուսական հիմքով ատամի մածուկը, ասացի որ եթե Հնդկաստանում լինեք, գնեք սրանից անպայման։ Գուցե ձեզ համար սուր լինի, բայց դե նոր ինչ-որ բան է, նոր փորձառություն է։ Թաց անձեռոցիկ մանկական, չնայած որ արեգի համար չեմ օգտագործում, շատ վաղուց թաց անձեռոցիկ չեմ օգտագործում, տանը հատկապես, բայց դուրս գալիս իհարկե պետք է մեքենայի մեջ էլ անպայման պահում եմ, որ եթե մոռանամ տանից դուրս գալիս է, չնայած այդպիսի դեպք չի գրանցվել դեռ, բայց մեքենայի մեջ անպայման ունենանք, սա էլ ուղղակի տանը լինի օրվա մեջ, եթե պետք լինի օգտագործենք այսպես։ Եվ այսքանը։ Լիչին լվացի, հիմա բացեմ ձեզ ցույց տամ նրանց համար, ովքեր չգիտեն ինչ տեսակի միրգ է սա։ Այսպես պետք է կեղևահանել ու միջուկն ուտել միայն։ Տեսեք։ Ոչ մի մրգի չեմ նմանեցնում համը։ Մի քիչ երևի անանասի, բայց քաղցր տեսակ ավելի, շատ քաղցր անանասի եմ նմանեցնում, բայց էլի այնքան չէ։ Մի հատ փորձեմ։ Շատ քաղցր է։ Լիչի հյութել են վաճառում, պաղպաղակել, բայց ես հյութն ու պաղպաղակը չեմ սիրում, ընդհանրապես միայն միրգն եմ սիրում։ Շատ համեղ է։ Լիչին թանկ մրգերի շարքին է դասվում։ Թանկ է, հա, էլի այդքան շատ չի էժանանում, ինչպես մանգոն։ Արեգը առաջին անգամ գիլաս պիտի ուտի։ Տեսնենք հավանում, հա։ Համով է։ Այո։ Համով է։ Եթե նորից ուզի, ուրեմն համով է, դուրն եկել է։ Նաև մածուն գնեցի։ Ես միշտ մերում եմ մածունը, որովհետև մենք օրական 1 լիտր կաթ ենք ստանում ֆերմայից եւ իհարկե ամբողջը չենք խմում, մի քիչ ինչ որ սուրճի համար եմ օգտագործում կամ թեյի, մնացածը մնում է կամ կատնաշոր եմ պատրաստում կամ մածուն եմ մերում անպայման, այնպես որ մեր տանը միշտ տնական մածուն կա մերած, բայց այս անգամ ամբողջությամբ էր վերջացել, անգամ մերանի մածուն չէր մնացել, Ռոնին լրի վերջացրել էր, դրա համար գնեցի, փոքրը չկար, մեծը վերցրեցի, որպեսզի մերանի մածուն լինի, նաև դե իհարկե կուտենք այսպես է, սա էլ է համեղ, բայց իհարկե տնական մածունին չի հասնի։ Երբ մածուն եմ մերում, շատ սերով է ստացվում, շատ լավն է ստացվում, իհարկե որովհետև կաթն է շատ լավը, սերով է, այնպես որ հրաշալի մածուն է ստացվում տնականը։ Կաթնամթերքի բաժնից նաև չեդեր պանիր գնեցի։ Տոպրակից հանեցի, Արեգը հենց տեսավ, միանգամից սկսեց լացել ուզել, բացեցի, տվեցի իրեն մի կտոր, շատ է սիրում չեդեր պանիր։ Սիրելի ընկերներ, ես որ մտքիս մի բան դնում եմ, անպայման արագի մեջ իրականացնում եմ։ Մտքովս անցել էր պատրաստել ես վարդերից, պատրաստեցի, մի քիչ կպել են իրար, որովհետև քանակը շատ էր, տարասել այդքան մեծ չէր, բայց իհարկե ամբողջը պիտի հարմարացնեի դնեի, հիմա զգուշությամբ հանեմ ու համ տեսենք, մի հատը փորձեցի, շատ համեղ է ստացվել, ես նաև կծու բիբար եմ դրել 2 հատ, ծիծակներ, մի խոսքով ընտիր է ստացվել, տեսնեմ Ռոնին կհավանի, ափսեի մեջ դրեցի, որ ես ու Ռոնին փորձենք, կարծում էի շատ սոուս կմնա, որովհետև բավականին ջուր էի ավելացրել, բայց չէ, ամբողջը խտացավ, ոչինչ, կարևորը համը լավ լինի։ Спасибо, ջան։ Ասի պատարակախ բերեմ մի հատ։ Պչի կարող է տաք լինի, պչի տաքը։ Տաքը չէ։ Ռոնի խմորային ուտեստներ սիրում է շատ, ես չէի էլ կասկածում, որ կհավանի, խինկալի է սիրում շատ, մոմոները, չինական մոմոները այստեղ Հնդկաստանում շատ տարածված են։
Օթորակիչը միացված է, բայց մեկ է, երբ որ ճաշ ես պատրաստում, խոհանոցում ես լինում, գազը միացված է, բնականաբար շոքում ես։ Այս դեպքում ես շոքում եմ։ Մազերս իհարկե կապած եմ խոհանոց մտնում, հետո ընթացքում բացեցի, այս բացի մնաց։ Ժողովուրդ ջան, Արեգի համար խաղ եմ պատվիրել, հենց նոր եկավ Ամազոնից ու միասին եկեք բացենք։ Հա, շատ ոգևորված այս վերջերս, շատ է ուրախանում ծանրոցների համար։ Հենց ծանրոց ենք ստանում, պատվեր է գալիս, հաճախ ենք էլի պատվիրում Ամազոնից տարբեր բաներ։ Միանգամից հրճվում է ուզում անպայման ինքը բացի։ Ինչ կա այստեղ։ Լվացքի փոշի է, լվացքի փոշի։ Հա։ Ինչա։ Բացի։ Ասա բացի։ Դասա բալ։ Իմիջայլոց Արեգն արդեն սկսել է բառեր ասել։ Չհաշված իհարկե մամա պապա, որ ասում է շատ բանից։ Ասա բացիր։ Արեգ։ Ինչա։ Ինչա։ Վերցրել է։ Վայ, հանեցի միանգամից։ Տես ինչա։ Հեսա բալ։ Սրա մեջ էր։ Դեսկս իրացեր, դու բացեցիր, հանեցիր։ Դե բացիր։ Կարող ես, տեսնեմ կարող ես։ Դե հանիր։ Ճապ, ինչ կա։ Երեխաներին զբաղացնելու համար անդադ ինչ-որ նոր բաներ եմ մտածում, նոր խաղեր գնել, կամ ես ինքս եմ պատրաստում, ես ինքս եմ հնարում, ինչպես կարելի է զբաղեցնել երեխային։ Մայրիկների մոտ մի հատ այսպիսի երևույթ է, չգիտեմ բոլոր մայրերն են դա զգում թե չէ, բայց այդ մեղավորության զգացումն է, որ երբ որ շատ ժամանակ չես հատկացնում երեխային, մտածում ես, օй, ես վատ մամա եմ, գուցե ավելին կարող եմ անել, չեմ անում, կամ ես ինքս ինձ ժամանակ եմ տրամադրում երեխայի հետ պիտի ավելի շատ խաղամ, կամ ավելի շատ զարգացնող խաղեր պիտի գնեմ, ես ինքս պատրաստեմ, որպեսզի անընդհատ զբաղմունք ունենա, չձանձրանա երեխան, բայց իհարկե գիտեմ, որ դա ճիշտ չէ, հոգեբաններից եմ լսել, մանկական հոգեբաններից, որ պարտադիր չի, որ ծնողը անընդհատ պիտի երեխայի հետ զբաղվի, իհարկե պիտի ժամանակ տրամադրի երեխայի խաղացնի, բայց անընդհատ այդ մեղքի զգացողությունը պետք չի ունենալ, որ եթե ես, չգիտեմ, 1 ժամ ավել չտրամադրեցի երեխային կամ իմ ամբողջ օրը չտրամադրեցի երեխային, ինքս ինձ համար էլ ժամանակ հատկացրեցի իմ խնամքին կամ գուցե գիրք կարդացի, այդ ընթացքում կարող էի ավելի երեխայով զբաղվել, պետք չէ այդպես մտածել, որովհետև մանկական հոգեբաններն ասում են, որ երեխան ինքը պիտի ազատ ժամանակ ունենա, ինքն իրենով, իր խաղերով ընկնի կամ անգամ եթե խաղեր չկան, որ նոր խաղեր չկան անընդհատ, որոնցով հետաքրքրված կզբաղվի կխաղա, պիտի երեխան օրվա մեջ նաև ձանձրանա, այդ ձանձրույթն էլ ինչ-որ բան է ծնում, ստեղծագործ միտք է ծնում, արդեն կմտածի ինչ անի, որ իր ձանձրույթը կոտրի, այսպես ասած, բայց մեկ է, մենք մայրիկներս չենք կարող առանց այդ մեղավորության զգացումի, չէ, նույն ուտելիքի հետ կապված Ռոնի ժամանակ ավելի շատ էր այդ ինձ մոտ արտահայտված, ավելի վառ էր արտահայտված, որ անդադ մտածում էի, օй նոր բան պիտի պատրաստեմ, մի քանի տարատեսակ բաներ օրվա մեջ պիտի պատրաստեմ, անընդհատ բալիկիս առաջարկեմ, որ սա ուտիչը հավանի նա լինի պատրաստ կամ եթե անգամ հավանի, բայց մի քանի բան փորձի էլի ու հիմնականում առողջ սնունդ։ Մի խոսքով երեխայիս առաջ շատ մեծ էր պարտավորությունս էլի թե ուտելիքի հարցում, եւ թե ժամանակ անցկացնելու, եւ թե մնացած հարցերում։ Ծնողավարությունը շատ բարդ է ինքնին։ Ծնող լինելուց արձակուրդ չես կարող վերցնել։ Այդպես է ամբողջ կյանքի համար է։ Yay!
Այսպես շարի։ Հիմա թվերը դեռ չգիտի Արեգը, իր համար դեռ շուտ է իհարկե։ Այսպես ուղղակի սիրում է շարել։ Գիտեք, մտնում է խոհանոց, վերցնում է բաժակներ ու այսպես շարում է իրար վրա ու մեկ-մեկ գցում է։ Ես մտածեցի այնպեսի մի խաղ գնամ, որ ինքը կկարողանա այսպես շարել իրար վրա ու գուցե բաժակներին չկպնի, էլի բաժակներին հանգիստ թողնի։ Տես վար, տես, Հելենայի, շարի դե դու ես շարի։ Ոնց որ թե փազլ ես, հա, պիտի հավաքի, որտեղ կտորները երևում է այսպես կտոր, նաև տառեր են գրեն գրված, բառեր, պատկերներ, թվեր։ Սիրելիներս, դե մենք ձեզ այստեղ ասենք հաջողություն, շնորհակալություն բոլոր լավ խոսքերի համար, բոլոր մեկնաբանությունների համար, լայքերի համար։ Դե լավ մնացեք, մինչ նոր հանդիպում, հաջողություն, արեք հաջող արա բան։ Հաջող արա։ Հաջող, պաչիկ։ Yeah. Yes.